Բարի երեկո, Ազատության ուղիղ եթերում լրատվական կենտրոնն է, դիտեք այս ծրագրում։ Դավիթ Բաբայան, Դավիթ Իշխանյան, Դավիթ Մանուկյան, Լևոն Մնացակ։ Բաքվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը դատապարտել են ցմահ եւ երկարատև բանտարկությունների։ Եվրոպական դատարանում հայ գերիներին ներկայացնող իրավապաշտպանի խոսքով Ադրբեջանի դատարանը վավերացրել է Ալիևի քաղաքական որոշումները։ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը Երևանում հանդիպել է իշխանական եւ ընդդիմադիր պատգամավորների հետ։ Մինչ ազգային ժողովի դիմաց հանրապետականը բողոքի ցույց էր անցկացնում։ Երևանի որևէ գողտրի կաֆեում կխմի մի գեղեցիկ շարդոնե եւ կմտածի «Oh, wonderful country»։ Լավ կերակրում է։ Մոսկվայում հանդիպել են Ալեն Սիմոնյանն ու Սերգեյ Լավրովը։ Ռուսաստանի արտգործնախարարը տարակուսանք է հայտնել Հայաստանի դեմ հյուսիսից հարձակումների մասին հնչող պնդումների վերաբերյալ։ Ազգային ժողովի նախագահը հավաստիացրել է, որ Երևանը ԵԱՏՄ-ից դուրս գալու մտադրություն չունի։ Նրանք ուժով բացում էին դուռը մի բանալիով, որը ես որևէ մեկի չէի տվել։ Իրանի դեսպանատան մոտ բողոքի ցույցերի մասնակից կինն ահազանգում է Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունում իրեն սպառնացել են, որ կարտաքսեն հայրենիք։ Աբու Դաբիում երկրորդ օրն է շարունակվում են Վաշինգտոնի միջնորդությամբ անցկացվող ռուս-ուկրաինական բանակցությունները։ Կողմերը գերիներ են փոխանակել։ Բաքվի ռազմական դատարանն այսօր Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարության մեծ մասին դատապարտեց ցմահ ազատազրկման։ Բաքուն Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարներին եւ մյուս հայերին տասնյակ ծանր պատերազմ հրահրելուց մինչև ահաբեկչության մեղադրանքներ է վերագրում, որոնք նրանք չեն ընդունում։ Մեկ տարի տևած դատավարությունը անցել է առանց միջազգային ներկայության եւ անկախ դիտորդների։ Դրանք լուսաբանվել են միայն խիստ վերահսկվող պետական լրատվամիջոցների կողմից։ Բաքվում պահվող գերիների շահերը միջազգային դատարաններում ներկայացնող իրավապաշտպան Սիրանուր Սահակյանը ողջ գործընթացը Ալիևի քաղաքական որոշման հաստատումն է համարում։ Обвиняемый Арай Крутюнян окончательно приговорен к пожизненному заключению. Обвиняемый Давид Бабаян окончательно приговорен к пожизненному заключению. Подсудимый Левон Мнацакянян окончательно приговорен к пожизненному заключению. Բաքվի զինվորական դատարանն այսօր ցմահ ազատազրկման դատապարտեց Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանին, ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանին եւ նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին։ Նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին եւ Բակո Սահակյանին Բաքուն դատապարտեց 20 տարվա ազատազրկման, նրանց տարիքով պայմանավորված։ Ադրբեջանի օրենսդրությունը արգելում է 65 տարին լրացած անձանց ցմահ ազատազրկել։ Баку Саакян был приговорен к 20 годам лишения свободы. Согласно приговору, обвиняемый Аркадий Гукасян был приговорен к 20 годам лишения свободы. Բաքվի զինվորական դատարանի առջև կանգնած մյուս հայերը Մադադ Բաբայանը եւ Մելիքսեթ Փաշայանը դատապարտվեցին 19 տարվա, Գարիկ Մարտիրոսյանը 18, Լևոն Բալայանը եւ Դավիթ Ալավերդյանը 16, Վասիլ Բեգլարյանը, Գուրգեն Ստեփանյանը եւ Էրիկ Ղազարյանը 15 տարվա ազատազրկման։ Բաքուն բոլորին մեղադրում է ծանր հանցանքների մեջ, ահաբեկչությունից մինչև ցեղասպանություն։ Չկա աշխարհում որևէ երկիր, որ այս կերպ նվաստացած լինի եւ որի իշխանությունը որի ղեկավարները ջայլամի պես համարեն ամեն ինչ նորմալ է։ Դաշնակցական Գեգամ Մանուկյանն ասում է, որ ճիշտ այն ժամերին, երբ եղբայրը գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանը Բաքվում ցմահ ազատազրկման էր դատապարտվում, ինքը Երևանում խորհրդարանում հանդիպում էր մի քանի տասնյակ ուսանողների հետ։ Նրանց ընդդիմադիր պատգամավորն ընդամենը մեկ հարց է տվել. Արդյոք նրանք գիտեն աշխարհում որևէ երկիր, որի քաղաքացիները, որի ռազմական, նաև քաղաքական ղեկավարները գերության մեջ է իր հարևանի մոտ, մի երկիր, որի հսկայական տարածքներ օկուպացված մնում են եւ ապագայում էլ շատ քիչ հավանականություն կա այդ օկուպացիան վերջ տրվելու եւ այդ երկու երկիրը հայտարարում են իբր խաղաղության մասին, դրա համար ժպտում են, եղբայրանում են, մրցանակներ են ստանում եւ համարում են, որ ամեն ինչ նորմալ է։ Согласно приговору, обвиняемый Мадад Бабаян был приговорен к 19 годам лишения свободы. Բաքվի զինվորական դատարանում այսօր 19 տարվա ազատազրկման դատապարտված Մադադ Բաբայանի որդին անթույլատրելի է համարում հոր դատավճիռը։ իրավունք չունեին իրան 19 տարի դատեին, երբ որ ասում են ինքը խոջալու ցեղասպանության հետ
մասնակցել է, ես արել են այդ իսախ սուտը։ Մադադ Բաբայանը մինչև գերեվարվելը Մարտակերտի Գետավան գյուղում էր ապրում։ 2023-ի սեպտեմբերին Արցախի դեմ ադրբեջանական ռազմական ագրեսիայի ժամանակ նա գյուղը լքել չէր հասցրել եւ հետագայում գերեվարվել էր ադրբեջանցիների կողմից։ Բաքուն 74-ամյա հայ տղամարդուն մեղադրում է այսպես կոչված Խոջալուի ցեղասպանությանը մասնակցելու համար։ Ադրբեջանական պետական ազերթաջ գործակալությունն այսօր հրապարակելով դատավճիռը նշում է, որ թեև Բաբայանին ՑՄ ազատազրկում էր սպառնում, բայց հաշվի առնելով նրա տարիքը, դատախազը պահանջել է 20 տարի։ Դատավորն էլ 1 տարով նվազեցրել է պատժաչափը։ Эти обвинения были доказаны в ходе судебного разбирательства до вынесения. Ադրբեջանական լրատվամիջոցը պնդում է, թե Մադադ Բաբայանը ընդունել է մեղքը, մինչդեռ նրա որդին Արմենը վստահ է, որ հորը պարզապես ստիպել են ասել այդ ամենը։ Դե հիմի որ ես էլ անեմ անդե ինձ էլ այդ օրը կցեն, ես էլ խոսավանամ ստիստեղը ասեմ, հա, եղել եմ, կռվել եմ, արվոքի մարդ եմ սպանել, սա ասել գիտենք, ով ըմնում անդե պետք է խոսովանի, բայց ինքը ընդհանրապես կապ չունի էլի դրա հետ, ինչ ասեմ, ուշներս կդրվապ։ Որդին հազանգում է հոր առողջական լուրջ խնդիրների մասին Բաքվի բանտում շուրջ 3 տարի գտնվող 74-ամյա Բաբայանը կոկորդի հատվածում արդեն 1 տարի է խեղդող ցավեր ունի։ Տղան կասկածներ ունի, որ հոր մոտ քաղցկեղ է զարգացել։ Արդյոք նրան բժիշկ այցելել է, զննել է, ընտանիքը տեղյակ չէ։ Երեգեր զանգել, իր առողջական վիճակը շատ վատ էր, չէր կարող խոսել։ Ինչից էր դժգոհում։ Ասма կոկորտումս ինչ որ բան կա, խանգարում է, շնչքը դրվում է, չեմ կարող խոսամ, խեղդում է։ Ու ռուսկի նման վրոդի մի բան է։ Դատարանները ցույց տվեցին, որ այս հարցը գերքաղաքական է եւ նրանք ունակ չեն ապահովելու արդար դատաքննություն։ Եվրոպական դատարանում հայ գերիներին ներկայացնող Սիրանուշ Սահակյանի գնահատմամբ Ադրբեջանի դատարանը ընդամենը վավերացրեց Իլհամ Ալիևի քաղաքական որոշումները։ Ըստ իրավապաշտպանի Ալիևի վարչակազմը քաղաքական հայտարարություններով բազմիցս մերժել է ինքնորոշման իրավունքը, օրինականացրել ուժի գործադրումը, իսկ այս քայլով Բաքուն նաև ցուցադրաբար պատժում է ինքնորոշման իրավունքը իրացնողներին։ Այս դատավճիռները գործնականում չեն կարող խոչընդոտել կամ կանխել հայրենադարձմանը, քանի որ կրկին պրոցեսը իրավական չէ, պրոցեսը քաղաքական է։ Հայ գերիների հետ կապված ողջ գործընթացը քաղաքական համարող Սահակյանը չի բացառում, որ առաջիկայում ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Երևան եւ Բաքու կատարելի կայցերի ընթացքում կամ հետո հայ գերիների մի մասը ազատ արձակվի։ Եվ այո, մեծ հույսեր ենք կապում նաև ամերիկյան վարչակազմի հետ, որը պայմանավորված է նրանց հատուկ դերով կապված խաղաղության գործընթացի հետ, եւ խաղաղությունը առանց մարդասիրական հարցերի լուծման գոյություն ունենալ չի կարող։ Այսինքն հնարավոր է, որ մի մասն ազատ արձակվի հենց Ջեյ Դի Վենսի այցի ընթացքում։ Այո, այս այցելության համատեքստում կամ միգուցե դրանից հետո տեղի ունեցող զարգացումների ընթացքում մենք տեսնում ենք գերիների ազատ արձակման հնարավորություն։ Իրավապաշտպանն ընդգծում է, խոսքը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների ազատ արձակման մասին չէ։ Այդ հարցի շուրջ քննարկումները կարող են սկսվել վերջնական փուլում, երբ արդեն հայրենադարձված կլինեն Բաքվի բանտերում գտնվող եւ այլ կարգավիճակ ունեցող հայերը, այսինքն դեռևս 2020-ին եւ 23-ին գերեվարված ռազմագերիները եւ տարբեր հանգամանքներում ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված քաղաքացիական անձինք։ Մադադ Բաբայան 19, Բաքո Սահակյան və Arkadiy Qukasyan 20 il müddətinə, David Babayan, David İşxanyan, David Manuk 15 հայերին ցմահից մինչև 15 տարվա ազատազրկման դատապարտելով Բաքվի զինվորական դատարանն առաջիկայում ամենայն հավանականությամբ կվերսկսի Արցախի նախկին պետնախարար Բարերար Ռուբեն Վարդանյանի գործի քննությունը։ Խորհրդակցական սենյակում գտնվելու պատճառաբանությամբ դատարանը անցած տարվա վերջից հետաձգել էր Վարդանյանի դատաքննությունը։ Վարդանյանի պարագայում եւս մեզ համար ելքը հստակ է եւ մեր կանխատեսմամբ լինելու է դատավճիռ ցմահ ազատազրկման։ Ադրբեջանում այս պահին 19 հայ գերի է պահվում։ Վերջերս Բաքուն Հայաստանին վերադարձրեց 4 քաղաքացու։ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օֆլահերթին է Հայաստանում, այսօր նա խորհրդարանում էր, որտեղ հանդիպում էր թե իշխանական, թե ընդդիմադիր պատգամավորների հետ։ Լրագրողների հարցերին նա չի պատասխանել։ Ազատության լրագրողը մասնավորապես հարցնում է, արդյոք հանձնակատարը պատրաստվում է այցելել բանտարկված ընդդիմադիրներին կամ հոգևորականներին, որոնց ընդդիմությունը քաղբանտարկյալ է համարում։ I'm not doing media, thank you. Are you planning to visit the bishops of the Armenian Apostolic Church? As I mentioned, I'm not doing media during this visit.
Իսկ ինչ են խոսել հայաստանյան ընդդիմությունն ու իշխանությունը Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի հետ, պարզվում է օրակարգերը շատ տարբեր են եղել։ Մի շարք հարցեր կան, որոնց շուրջ մենք խոսակցություններ ենք ունեցել, այդ թվում նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների մասով եւ այդ մասով նաև ինչը գտնվում է մեր տիրույթում, մեր հանձնաժողովի տիրույթում, մեր հանձնաժողովի տիրույթում գտնվող հարցերի մասին ենք խոսել եւ դրանք ենք քննարկել։ Հատկապես մարդու իրավունքների ոլորտում խախտումների ինչ հարցեր է հետաքրքրել։ Առանձին դեպքեր եղել են, որ նրանք ներկայացրել։ Այստեղ առանձին դեպքերի ոչ նման հարցեր չեն քննարկվել եւ ձեր մատնանշած հարցերի մասին մենք չենք խոսել։ Բնականաբար մենք չսահմանափակվեցինք այն նեղ օրակարգի մեջ, որ իրենք էին մեզ ներկայացնում։ Նախ ասացինք, որ չէ, շատ լուրջ հարցեր կան Հայաստանում, որ ձեր օրակարգի մեջ չեն տեղավորվում եւ սա առիթ է, որ մենք խոսենք այդ թեմաներով։ Հիմնականում 4 թեմաների մասին ենք խոսել՝ քաղբանտարկյալներ, եկեղեցու դեմ արշավ, ուրեմն գերիների հարց եւ ընդհանրապես Եվրոխորհրդի մոտեցումները եւ մեր հարաբերությունները Եվրոխորհրդի հետ։ Քաղբանտարկյալների հետ կապված ես ասացի, ես այն անձանցից եմ եղել, որ եղել է այդ 5 չափանիշները ձևավորող հանձնաժողովի անդամ ժամանակին, գիտեք, քաղբանտարկյալներ տերմինը ձևակերպումը Եվրոխորհրդի խորհրդանական վեհաժողովն է տվել եւ 5 չափանիշներ կան։ Եվ ես ասացի, կարող եմ վստահաբար հայտարարել, որ այդ չափանիշներին համապատասխան տասնյակից ավել քաղբանտարկյալներ ունենք, որ մարդիկ այսօր ոչ միայն իրանց անգամ խոսքի համար են այսօր դատապարտված կամ կալանավորված, այլ մտքի ենթադրյալ։ Մինչ խորհրդարանում Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարն էր քննարկումներ ունենում, ընդդիմադիրները ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում։ Ազատություն! 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 Freedom! 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 Այսօր ազգային ժողովի ճաղերի հետևում գտնվում ենք մենք եւ ամբողջ ժողովուրդը, բանտային ճաղերի հետևում գտնվում են մարդիկ, ովքեր իրենց համոզմունքի եւ հավատի համար պայքար են մղում եւ պատրաստ են կրել այդ պայքարի գինը։ Այսօր ամոթի օր է ամեն օր, երբ մենք ունենք քաղբանտարկյալներ։ Եվրոպայի խորհուրդը, ինչպես եվրոպական բազմաթիվ կառույցներ, այսօր բարոյական բանկրոտ է։ Բարոյական բանկրոտ, որը չունի ամոթ։ Մենք այլևս դադարում ենք գյուղից եկած աղքատ բարեկամի պես նայելու ձեզ եւ ձեր խոսքին։ Ձեր բերաններից դուրս եկող խոսքերը պետք է լինեն ձեր բարոյական սփոփանքը, ոչ թե մեր։ Freedom! Freedom! Հայ ժողովուրդը ոչ մեկի կարիքը չունի վերագտնելու իր արժանապատվությունը եւ մաքրելու դեպի ապագա իր ճանապարհը։ Ամոթ եվրոպական կառույցներին, որոնց ներկայացուցիչ այսօր այս դալիճում ազգային ժողովի, հետո Երևանի որևէ գողտրիկ կաֆեում կխմի մի գեղեցիկ շարդոնե, սակուսկա կանի մի կրուասանով կամ երշիկով եւ կմտածի, wonderful country, լավ կերակրում են, մեր երկիրը ղեկավարող դավաճանական խունտայի ներկայացուցիչների գլուխը պետք է ոչ թե շոյել, այլ պետք է այդ գլխի վրա բերել պատասխանատվություն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված։ Freedom! Freedom! Հայաստանի Հանրապետությունում այլևս ազատ խոսքը քրեականացված է։ Հայաստանի Հանրապետությունում այլևս այն մարդիկ, որոնք որ դեմ են իշխանություններին, հայտնվում են անազատության մեջ։ Եվ այսօր նման իրավիճակում է նաև Արցախից բռնի տեղահանված մեր բազմաթիվ հայրենակիցներ։ Մարդու իրավունքները չեն կարող եւ չպիտի ընտրովի պաշտպանվեն։ Հայ առաքելական եկեղեցին չի կարող ձայն չբարձրացնել, երբ որ տեսնում է անօրենություն է կատարվում։ Ազատություն! 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 Ազատություն!
Մոսկվայում այսօր հանդիպել են Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը եւ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Ռուսաստանի արտգործնախարարը տարօրինակ է համարել հայտարարությունները, որ Ռուսաստանը պատրաստվում է միջամտել Հայաստանում կայանալիք ընտրություններին եւ սադրիչ է համարել Եվրամիությանն ուղղված դա թույլ չտալու կոչերը։ Ալեն Սիմոնյանը, որ բազմիցս դժգոհել է ռուս գործիչների հայտարարություններից, նույնը նաև այսօր Լավրովին է փոխանցել։ Միաժամանակ Սիմոնյանը պնդել է, որ Երևանը որևէ հակառուսական քայլ ձեռնարկել չի պատրաստվում։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի համոզմամբ Հայաստանի դեմ հիբրիդային հարձակումների մասին պնդումներն առնվազն տարօրինակ են։ Այս մասին ռուսաստանյան դիվանագիտության ղեկավարը հայտարարեց այսօր Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ Մոսկվայում կայացած հանդիպման մեկնարկին։ Нам немножко странно слышать периодические высказывания о том, что какие-то мифические. Տարօրինակ է լսել Հյուսիսից Հայաստանի դեմ նախապատրաստվող առասպելական հարձակումների մասին պարբերաբար հնչող հայտարարությունները։ Խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը ձեզ մոտ ըստ էության արդեն իսկ մեկնարկում է, եւ կարող եմ ձեզ վստահեցնել, որ երբ արտերկրից ակնհայտորեն ակնարկելով Ռուսաստանին ազդակներ են հնչում, թե ինչ որ մեկը պատրաստվում է միջամտել ընտրություններին, երբ Երևանից են Եվրամիությանն ուղղված կոչեր հնչում, թույլ չտալ այդ միջամտությունը, այդ ամենը մեզ համար տարօրինակ է։ Մենք կարծում ենք, որ պատասխանատու քաղաքական գործիչները Երևանում հասկանում են, որ նման քայլերն ակնհայտ սադրիչ նպատակներով են արվում։ Մոտ 8 րոպե տևած ներածական խոսքում Ռուսաստանի արտգործնախարարն այսօր մեկ անգամ եւս կրկնեց վերջին շրջանում Մոսկվայից պարբերաբար հնչող այն պնդումը, որի համաձայն Երևանը խորացնելով հարաբերությունները Եվրամիության հետ պետք է հստակորեն ըմբռնի դրա հետևանքները։ Членство в Евразийском экономическом союзе несовместимо с теми. Անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանն անհամատեղելի է այն սկզբունքների հետ, որոնք դրված են Եվրոպական միության հետ համագործակցության, առավել ևս անդամակցության հիմքում։ Ընտրությունը ձերն է, եւ մենք այն լիովին կհարգենք։ Մենք սակայն ակնկալում ենք, որ այդ ընթացքում հաշվի կառնվի այն արդյունքը, որին հասել է Հայաստանը վերջին 10 տարիներին ԵԱՏՄ լիիրավ անդամ դառնալուց հետո։ 2015 թվականին Հայաստանի ՀՆԱ-ն 10.5 միլիարդ դոլար էր, այսօր 26 միլիարդ, ցուցանիշն աճել է 2.5 անգամ։ Դա փաստ է, որն անգամ մեկնաբանության կարիք չունի։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը շտապեց հավաստիացնել Լավրովին Երևանը ԵԱՏՄ-ից դուրս գալու մտադրություններ չունի։ Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ին, Մաքսային միությանը, ապա մենք չենք կարծում, որ պետք է լքենք այն։ Մենք կարծում ենք, որ միասին կկարողանանք այնպիսի լուծում գտնել, որ շահավետ կլինի երկու կողմերին էլ։ Которое будет выгодно обоим сторонам. Հայաստանի ազգային ժողովի նախագահը դիմելով Լավրովին այսօր նաև նշում էր, որ հայ հանրությանը մտահոգում են Մոսկվայից պարբերաբար հնչող հայտարարությունները։ Ալեն Սիմոնյանը սակայն չհստակեցրեց, թե հատկապես որ հայտարարությունների մասին է խոսքը։ Պատասխանելով Լավրովի եւս մեկ պնդմանը, թե Եվրամիությունը հետխորհրդային տարածքի պետություններին, այդ թվում Հայաստանին կոշտ ընտրության առջև է կանգնեցնում կամ մեզ հետ եք կամ էլ մեր դեմ սկզբունքով, Ալեն Սիմոնյանն արձագանքեց պաշտոնական Երևանը հակառուսական քայլեր չի ձեռնարկի։ Я не хочу, чтобы было такое понимание здесь в России, что Армения пытается как-то делать что-то против России. Ես չէի ցանկանա, որ Մոսկվայում այնպիսի ըմբռնում ձևավորվի, թե Հայաստանը փորձում է ինչ որ բան անել իր բարեկամ ու դաշնակից պետության Ռուսաստանի դեմ։ Ցանկանում եմ վստահեցնել ձեզ, որ մեր ընկալումները կամ մեզ հետ եք կամ էլ մեր դեմ սկզբունքի շրջանակներում չեն եւ չեն լինի։ У нас такого восприятия нет и не будет. Հայաստանի խորհրդանի նախագահի հետ հանդիպման ժամանակ Սերգեյ Լավրովն այսօր չշրջանցեց նաև Հարավային Կովկասում հաղորդակցության ուղիների վերագործարկման եւ դրանում Ռուսաստանի մասնակցության թեման։ Видим, как непросто складывается ситуация на Южном Кавказе. Տեսնում ենք, որքան բարդ է իրավիճակը Հարավային Կովկասում։ Այն քայլերը, որոնք համաձայնեցվել էին 2020 թվականից 2022 թվականներին Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների եւ Հայաստանի վարչապետի կողմից, մեր համոզմամբ դեռ չեն կորցրել իրենց հրատապությունը։ Այդ քայլերը թույլ կտան լուծել Հարավային Կովկասում առկա բոլոր տնտեսական, տրանսպորտային, լոգիստիկ խնդիրները։ Դրանից Հայաստանը եւս շահելու է։ Экономические, транспортные, логистические проблемы на Южном Кавказе. Ռուսաստանի արտգործնախարարի այս մի պնդմանը Ալեն Սիմոնյանն այսօր որևէ կերպ չարձագանքեց, գոնե բանակցությունների դռնբաց հատվածում։ Մի քանի օր առաջ, սակայն Ֆակտոր TV-ին տված հարցազրույցում Ալեն Սիմոնյանը բացառել էր Ռուսաստանի մասնակցությունը տարածաշրջանային հաղորդակցության ուղիների վերաբացմանը, մասնավորաբար TRIP-ի գործարկմանը։ Նախ եւ առաջ TRIP-ը դա հայ-ամերիկյան կազմակերպություն է եւ
եթե նմանատիպ մենք խոսում ենք նմանատիպ ինչ-որ երթուղի կամ նմանատիպ ինչ-որ ճանապարհ բացելու մասին, ըստ իս դա պետք է լինի առանձին որևիցե ինչ-որ նախաձեռնություն, բայց թրիփ շրջանակում դա մի քիչ աբսուրդային եմ համարում, որովհետև դա նշանակում է ամեն ինչ անել, որ թրիփը հանկարծ չաշխատի։ Եթերում Ազատության լրատվական կենտրոնն է, մեր լուրերին կարող եք հետևել նաև Ազատության տելեգրամյան ալիքում, իսկ այս ծրագրի երկրորդ մասում առաջարկում ենք։ Արդյոք խորհրդարանում քննարկվելիք օրինագծից կհանվի օտարերկրյա ալիքներով Հայաստանի ներքաղաքական կյանքի միջամտության բովանդակություն տարածելու արգելքը։ Նրանք ուժով բացում էին դուռը մի բանալիով, որը ես որևէ մեկի չէի տվել։ Իրանի դեսպանատան մոտ բողոքի ցույցերի մասնակից կինն ահազանգում է Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունում իրեն սպառնացել են, որ կարտաքսեն հայրենիք։ Աբու Դաբիում երկրորդ օրն է շարունակվում են Վաշինգտոնի միջնորդությամբ անցկացվող ռուս-ուկրաինական բանակցությունները, կողմերը գերիներ են փոխանակել։ Ոստիկանի կողմից քաղաքացու նկատմամբ առերևույթ բռնության փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել, ոստիկանը ձերբակալվել է, հայտնում են քննչական կոմիտեից։ Քրեական հետապնդումը հարուցվել է խոշտանգման հոդվածով, որ պատժվում է 4-ից մինչև 8 տարվա ազատազրկմամբ։ Տեսանյութը, որում երևում է, թե ինչպես է ոստիկանը հայհոյում եւ ուժգին ապտակում մի տղամարդու, հրապարակել էր լրագրող Սյուզի Բադոյանը։ Նրա տեղեկություններով դեպքը տեղի է ունեցել 4 ամիս առաջ։ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը չի բացառում, որ ազգային ժողովում քննարկվելիք լրատվամիջոցներին վերաբերող նախագծից կհանվի մտահոգության առիթ տված հիմնական կետը։ Ըստ դրա, օտարերկրյա ծրագրերում արգելվում է Հայաստանի ներքաղաքական կյանքին միջամտության բովանդակության տարածելը։ Տիգրան Հակոբյանի խոսքով այս ձևակերպումը վիճահարույց են համարում ոչ միայն մեդիադաշտի փորձագետները, այլև պետական տարբեր կառույցներ։ Դեռ վեճեր կան, չբացեմ ամբողջ խոհանոցը, օրինակ շատ իրավական կառույցներ, օրինակ նույն արդարադատության նախարարությունը, օրինակ կամ ազգային ժողովի մասնագետները շատ լեգիտիմ հարցադրում են անում, իսկ ինչ բանա ներքին, քաղաքական միջամտությունը։ Եվ ես չեմ բացառում, որ նույնիսկ այդ հատվածը ինքը օրենքից հանվի։ Եթե չի հանվի, մենք բոլորով պիտի մտածենք այնպիսի ճիշտ մեկնաբանություն տանք, որպեսզի դա տարեթերցում հետո չպարունակի եւ չտա մեզ, այն գործիքները, որով մենք կարող ենք փակել մեզ դուր չեկած ինչ-որ հեռուստաընկերություններին, դուք ճիշտ եք ասում, սա դեռ լուծված խնդիր չի, որտեղ նաեւ միջազգային պրակտիկայում շատ դժվար ենք մենք գտնում այդ ձևակերպումը ներքին գործերի մեջ խառնվելը, իսկապես չհրաշայինք, որտեղ այս հարցին պատասխանեցի ցանկացած դրսից քննադատություն վտանգա, որ մենք ընդունենք որպես միջամտություն, մենք ընդունում ենք եւ ընդհանրապես եթե ձեր հարցին պատասխանեմ, վտանգները ամենտեղ են։ Օրենք ընդունենք, վտանգներ կան կամ չկան։ Հակոբյանը լինի Պողոսյանը թե Պետրոսյանը, վտանգները միշտ կան։ Վտանգները մեր, համերաշխության, մեր ընդհանուր տեսլականի, մեր ազնվության, չգիտեմ, հազար մի բան բարեխոսություն չանեմ, դա է գրավականը, ոչ թե օրենքում սահմանված նորմա, որտեղ ցանկացած նորմ կարելի է մեկնաբանել այն ինչպես որ մենք ուզում ենք։ Մեդիադաշտի հասարակական կազմակերպությունները մտավախություն ունեն, որ ընտրություններից 4 ամիս առաջ փոփոխվող օրենքը քաղաքական նպատակահարմարությամբ կարող է կիրառվել սպառնալով խոսքի ազատությանն ու բազմակարծությանը։ Մարդու իրավունքների հարցերով փորձագետ Արա Ղազարյանը կարծում է նախագծից հոդվածը միանշանակ պետք է հանվի, կարգավորումը իրավաբանը անիրավաչափ է որակում։ Նրան այն հիշեցնում է օտարերկրյա գործակալների մասին Ռուսաստանի եւ Վրաստանի օրենքների առանձին բաղադրիչներ։ Անորոշ է նախ եւ առաջ մշուշոտ է, հստակ չէ, իսկ եթե մի կարգավորում հստակ չէ, դա վտանգավոր է, ուրեմն կարող է չարաշահվել, նախ ընտրովի կարող է կիրառվել, օրինակ միայն Սալավյովի հաղորդումների նկատմամբ, բայց ասենք CNN, BBC եւ այլն, երբ որ Հայաստանի վերաբերյալ որևէ ռեպորտաժ է եւ քննադատում են կառավարությանը, օրինակ կրոնական կազմակերպության, կրոնական համայնքի ինքնավարության իրավունքը խախտելու ուղղությամբ սուր քննադատություններ հնչում, դա նույնպես կարելի է մեկնաբանել որպես ներքաղաքական կյանքի միջամտություն կամ վարչապետի ինչ-ինչ որոշումները եւ այլն, դրա վերաբերյալ վերլուծական որևէ ռեպորտաժ նույնպես կարող է մեկնաբանվել որպես ներքաղաքական կյանքի միջամտող։
այսինքն այն արժեքավոր տեղեկությունը, որ հանրությունը իրավունք ունի ստանալ եւ ցանկանում է ստանալ, հանգիստ կարող է ամենատարբեր եղանակով արգելվել նման դրույթի առկայությամբ։ Բոլորս էլ հասկանում ենք, սա հիմնականում Տիգրան Հակոբյանը նախկինում միշտ էլ ասել է, սլակները ուղղում են ռուսական ալիքների ուղղությամբ, որտեղ այո, Ուկրաինայի պատերազմի ռոպագանդա տեղի ունենում է։ Բայց դրա համար ուղղակի երևույթը կոչեք իր անուններով, պատերազմի ռոպագանդա, բռնության արդարացում, ցեղասպանության արդարացում, որոնք նաև հանցագործություններ են։ Ինչու բերել նման անորոշ, լայն եւ բազմախոհությանը էապես վտանգող ձևակերպում, նախորդ իմանալը, որ ես թեկուզ Եվրոպայի խորհուրդը սա որևէ կերպ չի ընդունելու։ Բացարձակապես Աշկերտսպա կարող եմ ասել, որ սա մերժվելու է։ Եվ վերջո այս դրույթը ինձ հիշեցնում է օտարերկրյա գործակալների մասին Ռուսաստանի եւ Վրաստանի օրենքի առանձին բաղադրիչները, որտեղ սա ուղղված է օտարերկրյա իրավաբանական անձանց դեմ։ Իրանի դեսպանատան մոտ բողոքի ցույցերի մասնակից կինը ահազանգում է Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունում իրեն սպառնացել են, որ կարտաքսեն հայրենիք։ Սկզբում, երբ Իրանում ցույցերի աջակիցները սկսեցին նաև Երևանում դեսպանատան առջև հավաքվել, հայաստանցի իրավապահները խնդիրներ չէին հարուցում, սակայն Հայաստանում Իրանի դեսպանի դժգոհությունից հետո ցույցերի մասնակիցները սկսեցին ահազանգել ճնշումների մասին։ Կարծում են, թե ինձ լռեցրել են, բայց ես ավելի բարձր եմ գոռալու։ Ամիսներ առաջ Հայաստան տեղափոխված իրանցի 35-ամյա Ռեյհանե Մաջիդիին իր կամքին հակառակ տարել են ազգային անվտանգության ծառայություն, 4 ժամ հարցաքննել ու սպառնացել արտաքսել, եթե շարունակի պայքարը հանուն ազատության։ Երևանում վարձակալած նրա բնակարանի դուռը հայաստանցի իրավապահները ոչ թե թակել, այլ ուժով են փորձել բացել։ Չան սուալի դարի։ Բفرمایید بریم. من سوال داریم بیایید بریم. مامورای امنیتی ارمنستان اومدن دم خونه من. Առավոտյան ժամը 10-ին ազգային անվտանգության աշխատակիցները եկան իմ տուն։ Նրանք ուժով բացում էին դուռը մի բանալիով, որը ես որևէ մեկի չէի տվել։ Զանգել կանչել էին նաև տանտիրոջը։ 3 հոգի քաղաքացիական հագուստով առանց որևէ պաշտոնական փաստաթղթի կամ հիմնավորման ստիպեցին ինձ իրենց հետ բաժին գնալ։ Այնտեղ ինձ պահեցին 4 ժամ։ 4 ساعت وقت منو گرفتن. Անցյալ տարեվերջից Իրանում սկսված զանգվածային բողոքի ցույցերից հետո Ռեյհանեն տասնյակ իրանցիների հետ ամեն երեկո գալիս է սեփական երկրի դեսպանատան մոտ, արդարություն պահանջում հայրենակիցների համար, որոնցից հազարավորներին վարչակազմը սպանել կամ բանտարկել է։ Իսլամական Հանրապետության ճնշումների միջով անցած կինը չի հասկանում, ինչպես կարող են նույն մեթոդները բանեցվել մի երկրում, որն իրեն ժողովրդավար է հայտարարում։ Նրանք պնդում էին, որ ես իրավունք չունեմ բողոքի ձայն բարձրացնել Իսլամական Հանրապետության դեմ ոչ իրական կյանքում, ոչ էլ համացանցում։ Սպառնացին, որ եթե շարունակեմ ինձ կարտաքսեն Իրան։ 1 շաբաթ ժամանակ տվեցին, որ իրերս հավաքեմ։ Երբ ասել է, թե Իրանում իրեն կախաղան կհանեն, ԱԱԾ աշխատակիցները սկսել են ծաղրել, որպես այլընտրանք առաջարկելով մարդու իրավունքների ոտնահարմամբ ու ընդդիմախոսների դեմ ճնշումներով հայտնի մեկ այլ երկիր՝ Ադրբեջանը։ مسخره کردن یعنی حساسشون با هم دیگه میخندیدن بفرستیمت آذربایجان گفتم Ինձ ծաղրում էին իրար մեջ ծիծաղում էին ասելով արի սրան Ադրբեջան ուղարկենք Ես ասացի որ Ադրբեջանը Հայաստանի հետ խնդիրներ ունի եւ ես չեմ ուզում նման տեղ գնալ ուզում եմ մնալ Հայաստանում Գիտեմ որ այս ամբողջ ճնշումը գալիս է Իրանի կողմից բայց բողոքի ցույցի դուրս գալը իմ իրավունքն է եթե սա ժողովրդավարական երկիր է کشور دموکراسی هستش خورشید پرچم ماست حق نداری تا این 1 هفته که ما دیپورتت میکنیم ایران Ասացին, որ մինչև արտաքսվելս իրավունք չունեմ որևէ գրառում կամ ստորի անել սոցցանցերում։ Առանց թույլտվության վերցրին հեռախոսը, ստիպեցին բացել այն, մտան լուսանկարների բաժին, թերթեցին խիստ անձնական լուսանկարներս, նաև մտան Instagram-ի էջս ու ջնջեցին իմ հրապարակումներից 2-ը, որոնցում ես քննադատում եմ Իսլամական Հանրապետությանը եւ պնդում, որ այդ համակարգը պետք է տապալվի։ Ինձ մեղադրում էին Խամենեի նկարը այրելու համար, իսկ ես ասում եի, որ նա եւ իր հետևորդները ահաբեկիչներ են, ովքեր անմեղ երեխաների արյուն են թափում, եւ ես չեմ պատրաստվում լռել։ Ազատության հարցմանի պատասխան ծառայությունից օրեր առաջ հաստատել էին, որ իրանցիներին կանչում են ԱԱԾ, բայց չէին հստակեցրել կոնկրետ ինչ պատճառով, ինչ հիմքով։ Ազատության հետագա հարցմանը դեռ չեն արձագանքել։ Ռեյհանեն ԱԱԾ-ի հարցաքննության սենյակում միայնակ է մնացել, ասում է իրեն թույլ չեն տվել անգամ ընկերներին ու փաստաբանին զանգել ու դիմել են քայլերի, որոնց մասին վերջին անգամ Իրանում էր լսել։
Նրանք անընդհատ ինձ լրացնում էին։ Անգամ հարցաքննության ժամանակ, երբ ասացի, որ վատ եմ զգում եւ պետք է պետքարան գնամ, 4-5 տղամարդ հետևեցին ինձ ու ստիպեցին, որ դուռը բաց թողնեմ։ Ինչ իրավունքով պետք է տղամարդը կանգնի բաց դռան մոտ, երբ կինը զուգարանում է։ Երիտասարդ կինը սեփական իրավունքների համար պայքարը դեռ հայրենիքում է սկսել, բանտարկվել ազատ մտածելու, հիջաբից հրաժարվելու համար։ گفتم من عزادار وطنم هستم. Ես ասացի, որ սգում եմ հայրենիքիս համար։ Սգում եմ երկրումս թափված անմեղ արյան համար եւ հետ չեմ կանգնելու։ Բայց նրանք շարունակում էին սպառնալ, որ կվտարեն Հայաստանից Իրան։ Երբ ինձ ջուր տվեցին, ես պատասխանեցի. դուք ինձ սպառնում եք ուղարկել մի վայր, որտեղ ինձ մահապատիժ է սպառնում։ Այս ջուրը տալիս եք, որ մահվանիցս առաջ խմեմ։ Մահվան սպառնալիքի ու բռնությունների ցավը երիտասարդ կինը սեփական մաշկի վրա բազմիցս է արդեն զգացել, գլխաշորից հրաժարվելու եւ ազատության համար պայքարի ընթացքում։ Նրան տեղափոխել են Քարչակի բանտ, որտեղ պայմաններն անտանելի են իրավապաշտպանների հաղորդմամբ։ Խոշտանգման ու կտտանքների հետքերը չեն սպիացել ու որքան էլ ցավոտ է դրանք հիշելը, անկարող է հայացքը հայրենիքից կտրել։ سال 98 من کشف حجاب کردم در ملأ عام. Իմ պայքարը սկսվեց 2019-ին, երբ ես հրապարակավ հանեցի հիջաբս ու սկսեցի սոցիալական ցանցերում գրառումներ անել ընդդեմ Իսլամական Հանրապետության եւ հանուն ազատության։ Կարծում եմ դժոխքում ավելի լավ կլիներ, քան այնտեղ, որտեղ միայն ես էի եւ ինձ խոշտանգողները։ فکر می‌کنم جهنم بهتر بود چون Իրանական բանտում ապրած բոլոր ցավերը Ռեյհանեն որոշել է հերթով դրոշմել մարմնի վրա, վերքերը բուժել դաջվածքներով։ آره تتو آرتیستم. Ես տատու արտիստ եմ, նաև փիրսինգներ եմ անում։ Իրանում ապրածս ամբողջ ցավն եմ դրոշմել մարմնիս վրա։ حکم شیطان پرستی دادن توی Դաջվածքներից պատճառով Իրանում ինձ սատանայապաշտ էին անվանում, հատկապես մարմնիս վրայի աչքի պատկերի համար, բայց ես դա արել եմ որպես մարդկանց արթնացումի խորհրդանիշ։ Դա զարթոնքի աչքն է։ Ես շատ ցավ եմ տեսել, շատ եմ պայքարել ընտանիքիս, հասարակության ու համակարգի դեմ, որպեսզի լինեմ այնպիսին, ինչպիսին կամ, ազատ կին, իր սկզբունքներով։ Դաջվածքներն ինձ օգնում են հաղթահարել այդ ցավ ու ավելի հանգիստ լինել։ استایل من حسار منه. Իմ արտաքինն իմ պարիսպն է, ով մտնում է իմ ներքին աշխարհ, նա է հասկանում, ով եմ ես իրականում։ Ով է ինքն իրականում եւ ինչ կամքի տեր է, Հայաստանի ԱԱԾ-ում գլխի չեն ընկել, վստահ է Ռեյհանեն, որ չի կոտրվել անգամ իրանական դժոխքի միջով անցնելուց հետո։ Հայաստանի իրավապահներին ասել է, եթե անգամ կյանքի թելը կտրեն, պայքարի թելը երբեք չի կտրվի։ Ինձ արգելեցին խոսել լրատվամիջոցների հետ կամ բողոք ներկայացնել իրենց դեմ, բայց ես ասացի, որ դուրս գալուն պես օրենքով եմ խոսելու նրանց հետ։ Ես շատ ցավ ու տառապանք եմ տեսել հանուն ազատության եւ մինչեւ այս փուլին հասնելը։ خیلی درد کشیدم تا به این مرحله برسم. Ինձ համար ազատություն այն է, երբ ոչ ոք չի ցանկանում վնասել դիմացինին, երբ յուրաքանչյուրն ունի իր ուզած ձևով ապրելու իրավունք, պահպանելով սեփական սահմաններն ու սկզբունքները։ Նրանք չգիտեն, որ ես դուրս գալուն պես իմ գործունեությունը հազարապատկելու եմ։ Ես չափից շատ ցավ եմ տեսել այս ճանապարհին, որ լինեմ մարդկանց ձայնը։ Ես շարունակելու եմ այս պայքարը, մինչև Իրանն ազատագրվի։ Միջազգային լրահոսին անդրադառնանք։ Միացյալ Նահանգներն ու Իրանն արդեն վաղը Օմանում կնստեն բանակցությունների սեղանի շուրջ, բայց դեռ անգամ օրակարգի շուրջ տարաձայնություններ կան։ Իրանը պատրաստ է միջուկային ծրագիրը քննարկել, Միացյալ Նահանգները օրակարգը ցանկանում է ընդլայնել։ Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին հայտնել է, որ միջուկային ծրագրի շուրջ Միացյալ Նահանգների հետ բանակցությունները նախատեսված են ուրբաթ Օմանի մայրաքաղաքում։ Սպիտակ տունը եւս հաստատել է տեղեկությունը։ Ակնկալվում է, որ Մասկատում վաղվա հանդիպմանն Իրանից կմասնակցի Արաղչին, իսկ ամերիկյան կողմից նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտքոֆն ու Փեսան Ջարեդ Քուշները։ Սակայն օրակարգի հարցերի շուրջ կողմերը դեռ տարաձայնություններ ունեն։ Իրանը հայտարարել է, որ պատրաստ է քննարկել միայն միջուկային ծրագրի, իսկ բալիստիկ հրթիռների հարցը քննարկման առարկա չէ։ Թեհրանը նաեւ պահանջել է, որ բանակցեն միայն Իրանն ու ԱՄՆ-ն առանց տարածաշրջանային միջնորդ երկրների, ինչպես նախատեսվում էր։ Եթե Իրանը ցանկանում է հանդիպել, Միացյալ Նահանգները եւս պատրաստ է, երեք հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը, սակայն օրակարգը չի սահմանափակվի միայն միջուկային ծրագրով, շեշտել է Մարկո Ռուբիոն։ Կարծում եմ, բանակցությունները, որպեսզի իրականում ինչ-որ իմաստալից արդյունքի հանգեցնեն, պետք է ներառեն բալիստիկ հրթիռների հեռահարության, տարածաշրջանում ահաբեկչական կազմակերպությունների նրանց հովանավորության հարցերը, միջուկային ծրագիրը եւ սեփական ժողովրդի նկատմամբ վերաբերմունքը։
ԱՄՆ-ն եւ Իսրայելը հայտարարում են, թե Իրանը միջուկային զենք է ստեղծում, Թեհրանը մինչդեռ պնդում է, որ ուրանը խաղաղ նպատակներով է հարստացնում։ ԱՄՆ նախագահը վերջին օրերին մեծ թվով զորք եւ ռազմանավեր է ուղարկել Մերձավոր Արևելք եւ սպառնում է ռազմական գործողություններ սկսել, եթե Իրանն անհապաղ բանակցությունների չնստի։ ABC News-ին տված հարցազրույցում էլ Դոնալդ Թրամփը երեկ ասել է, որ Իրանը հիմա բանակցում է ԱՄՆ-ի հետ հանդիպման շուրջ, սակայն մանրամասներ չի հայտնել։ Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ Իրանի միջուկային օբյեկտներին անցած տարի ամերիկյան զինուժի հասցրած ավերիչ հարվածներից հետո Թեհրանը փորձում է շարունակել իր միջուկային ծրագիրը, ինչի համար էլ Վաշինգտոնը պահանջում է, որ նստեն բանակցությունների։ Նրանք մտադիր էին միջուկային նոր օբյեկտ կառուցել երկրի այլ հատվածում, եւ մենք իմացանք դրա մասին։ Ես ասացի, եթե անեք դա, մենք շատ վատ բաներ կանենք ձեզ հետ։ Լրագրողը նաեւ հետաքրքրվել է, արդյոք ստեղծված իրավիճակում Իրանի գերագույն հոգեվոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին պետք է անհանգստանա։ Թրամփը պատասխանել է. «Ես կասեի, որ նա պետք է շատ անհանգստանա»։ Իրանի ներքին գործերին արտաքին միջամտությունը լուրջ ռիսկեր կստեղծի ողջ տարածաշրջանի համար, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանն ասել է, որ Թուրքիան անում է հնարավոր ամեն բան թույլ չտալու, որ ԱՄՆ-Իրան լարվածությունը տարածաշրջանը ներքաշի նոր հակամարտության եւ քաոսի մեջ։ Էրդողանն ընդգծել է Իրանի շուրջ վիճահարույց հարցերը, այդ թվում միջուկային ծրագրի խնդիրը պետք է դիվանագիտական ճանապարհով լուծվեն։ Չինաստանն էլ հայտարարել է, որ մեջբերում է աջակցում է խաղաղ միջուկային էներգիան օգտագործելու Իրանի օրինական իրավունքին եւ դեմ է ուժի կիրառման սպառնալիքին եւ պատժամիջոցների միջոցով ճնշմանը։ Չինաստանը կշարունակի աջակցել Իրանի միջուկային խնդրի պատշաճ լուծմանը, Պեկինում Իրանի փոխարգործնախարարին ասել է Չինաստանի արգործնախարարի օգնական Լյու Բինը։ Այս պայն պարզ չէ, արդյոք Վաշինգտոնն ու Թեհրանը ընդհանուր հայտարարի են եկել Օմանում անցկացվելիք բանակցությունների օրակարգի շուրջ։ Axios-ը ամերիկացի պաշտոնյաներին հողմով երեկ նույնիսկ գրել էր, թե Վաշինգտոնը չեղարկել է բանակցությունները եւ Թեհրանն առաջարկել է հանդիպումը Ստամբուլից տեղափոխել Օման եւ քննարկել միայն միջուկային ծրագիրը։ Մենք նրանց ասացինք, որ կամ այսպես կամ ոչ մի հանդիպում, եւ նրանք պատասխանեցին, այդ դեպքում ոչ մի հանդիպում, Axios-ին ասել էր ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան։ Նա նաեւ նշել էր, եթե Իրանը համաձայնի վերադառնալ սկզբնական ձևաչափին, ԱՄՆ-ն պատրաստ է հանդիպել այս կամ հաջորդ շաբաթ, քանզի Վաշինգտոնը ցանկանում է արագ հասնել իրական համաձայնության։ Իրանցիները տարբեր տեսակետ ունեն վաղվա բանակցությունների մասին, ոմանք դրանք համարում են անհրաժեշտ, իսկ մյուսները վնասակար պետական շահերի համար։ Ես համաձայն եմ բանակցություններին, քանի դեռ դրանք բխում են Իրանի շահերից, այլ ոչ թե Ամերիկանը մեծ պայմաններ թելադրում։ Եթե դա բխում է Իրանի շահերից, մենք ցանկանում ենք բանակցություններ, որոնք օգուտ կբերեն Իրանին, երկու կողմերի համար էլ շահեկան կլինեն։ Իսկապես Ամերիկայի հետ բանակցելը մեզ համար ամոթ է, քանի որ պատմության ընթացքում բանակցություններ են տեղի ունեցել եւ վերջի վերջո ինչ արդյունք էլ լինի, դրանք միշտ եղել են ի վնաս մեզ։ Իմ կարծիքով այս բանակցությունները մեզ ոչինչ չեն տալիս, բացի վնասից։ Աբու Դաբիում երկրորդ օրն է շարունակվում են Վաշինգտոնի միջնորդությամբ անցկացվող ռուս-ուկրաինական բանակցությունները, քննարկվում են պատերազմն ավարտելու ուղիները։ Reuters-ի փոխանցմամբ այս մասին հայտարարել է ուկրաինացի գլխավոր բանակցող Ռուստեմ Ումերովը։ Այդ բանակցությունները ըստ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆի արդեն արդյունքներ են տալիս, մասնավորապես Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել եւ արդեն փոխանակել են 314 բանտարկյալների։ Ռուսաստանի արտգործնախարարությունը տեսանյութ է հրապարակել ռուսաստանցիների վերադարձի կադրերով, բայց բանակցություններին զուգահեռ անցած գիշեր ռուսական ուժերը դարձյալ հարվածել են Ուկրաինային իսկանդերներով եւ անօդաչուներով, հայտնում են Ուկրաինայի ռազմաօդային ուժերը, Կիևում 2 վիրավոր կան։ Իտալիայում վաղը մեկնարկում է ձմեռային օլիմպիադան, խաղերին մասնակցում է մոտ 3000 մարզիկ։ Օլիմպիադան մեկնարկելու է անվտանգության խստացված միջոցների պայմաններում, օլիմպիադայի անվտանգությունը հսկելու են 6000 աշխատակիցներ, հնարավոր հարձակումների եւ դիվերսիաների պատճառով։ Բացման արարողությունը տեղի կունենա Միլանի Սան Սիրո մարզադաշտում, ողջույնի խոսքով հանդես կգա նախագահը, միջոցառմանը ներկա կլինեն նաև բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ տարբեր երկրներից, այդ թվում Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյդի Վենսը։ Այսքանն էինք նախատեսել այսօրվա համար, նորություններին հետևեք Ազատություն.am կայքեջում եւ սոցիալական մեդիայի մեր էջերում, իսկ լրատվական թողարկումները եթերում կլինեն վաղը ժամը 16-ից։ Հաջողություն։